Ամբողջ աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մինչև վերջերս աներևակայելի էին թվում։ Սեյսմիկ ակտիվությունը շարունակում է աճել։ Իսկ Ռուսաստանը այն երկրների թվում է, որտեղ բնական աղետները հատկապես արագ են սրվում։ Այս դրվագում դուք կտեսնեք անցած շաբաթվա բնական աղետները, որոնք էլ ավելի են մոտեցրել մեզ վտանգավոր կետին։ Եվ դուք կիմանաք, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրը, որպեսզի փոխի իրավիճակը, քանի դեռ դա հնարավոր է։ Ռուսաստան։ Ռուսաստանում բնական աղետների ալիքը շարունակում է ուժգնանալ։ Հունիսի 6-ին հզոր փոթորիկ է բռնկվել Օրենբուրգի շրջանի արևելքում։ Կուվանտիկ թաղամասում փոթորկոր քամիները կոտրել են ծառերը, փակելով ճանապարհները։ Իսկ տեղ-տեղ այնպիսի ինտենսիվ կարկուտ է տեղացել, որ հաշված րոպեների ընթացքում արահետները ծածկվել են սառցե կեղևով։ Ադաևսկայա լեռան տարածքում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել։ Գիշերային ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է բնակելի շենքերից մեկին և հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսաստանի արևմուտքում, Կուրսկի շրջանի Ժելեզնոգորսկում, ամպրոպներով և մինչև 2 սանտիմետր տրամագծով կարկուտով ուղեկցվող փոթորիկը տապալել է մոտ 500 ծառ, վնասել տասնյակ մեքենաներ և էլեկտրահաղորդման գծեր։ Իսկ հունիսի 7-ին Մերձմոսկովյան շրջանի հյուսիսային շրջանները բախվել են վատ եղանակի հետ։ Նրանք տուժել են կարկուտից, անձրևից և սաստիկ քամուց։ Կոլոմնայում ծառը ընկել է մի աղջկա վրա, ով փորձում էր պատսպարվել փոթորկից։ Տուժածը հոսպիտալացվել է։ Հունիսի 8-ին Մոսկվան հայտնվեց հորդառատ անձրևի իշխանության տակ։ Ճանապարհներին տրանսպորտային կոլապս է գոյացել։ Մետրոյի կայարաններից մեկում նախասրահի առաստաղից ջուր է հոսել։ Ջրի ուժեղ հոսքը Չերտանովկա գետի կոլեկտոր է քաշել հեղեղատարների սպասարկման մասնագետին։ Գործընկերների և անցորդների շնորհիվ, ովքեր տղամարդուն պահել են մակերեսի վրա մինչև արտակարգ իրավիճակների նախարարության ժամանումը, նրան հաջողվել է փրկել։ Վնուկովո օդանավակայանում մոլեգնում էր ուժգին քամի, վայրկյանում մինչև 25 մետր պոռթկումներով։ Տեղի է ունեցել տանիքի մի մասի փլուզում, ինչը հանգեցրել է տերմինալի մասնակի հեղեղման։ Մոսկվայի մարզի Նարոֆոմինսկ և Ապրելևկա քաղաքներում ուժեղ կարկուտ է տեղացել։ Իսկ Լենինսկի քաղաքային թաղամասում, Սլոբոդա լողափում, կայծակը հարվածել է հանգստացողների ամառանոցին։ Մեկ կին այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Հունիսի 8-ին Յարոսլավլի շրջանի բնակիչները ականատես եղան այս տարածաշրջանի համար հազվագյուտ երևույթի, հսկայական տորնադոյի, որը վնասել էր երիտասարդ անտառի մի հատվածը։ Իսկ հաջորդ օրը տարածաշրջանով անցավ հզոր ամպրոպ։ Այն ուղեկցվել է հորդառատ անձրևով և կարկուտով ու վայրկյանում 20 մետրից ավելի պոռթկումներով քամով, որը քանդել է տանիքները, տապալել ծառերը և մարդկանց թողել առանց էլեկտրականության։ Հունիսի 8-ին Կեմերովոյի մարզում հավի ձվի մեծության հսկայական կարկուտ է տեղացել։ Իսկ Տերենտևսկոյե գյուղում բնակիչները նկատել են անսովոր ձևի սառցաբեկորներ, սուր փշերով։ Տարերքները վնասել են մեքենաներն ու ոչնչացրել ապագա բերքը։ Ուժեղ քամին պոկել է էլեկտրահաղորդման գծերը։ Ընկած ծառերը փակել են ճանապարհները, իսկ տասնյակ մեքենաներ հայտնվել են խցանումների մեջ։ Հունիսի 8-ի երեկոյան Ալթայի շրջանի մայրաքաղաք Բարնաուլում տեղացել է տեղատարապ անձրևը, որը չի դադարել մինչև հաջորդ օրվա առավոտ։ Փողոցները հեղեղվել են, մեքենաները բառացիորեն լողում են ճանապարհի երթևեկելի հատվածում, իսկ չգործող լուսացույցները նպաստեցին քաոսին և հանգեցրին զանգվածային խցանումների։ Ջրով լցվել են բնակելի շենքերը, վարչական շենքերը և առևտրի կենտրոնները։ Ջուրը ներթափանցել է հասարակական տրանսպորտ։ Վոլչիխա գյուղում քամին մասամբ պոկել է խանութի տանիքը, մի աղջիկ վիրավորվել է և հոսպիտալացվել։ Իսկ Ալեյսկ քաղաքում անձրևի պատճառով փլուզվել է երկհարկանի 16 բազմաբնակարան շենքի մի մասը, բնակիչները ժամանակավորապես տարանվել են։ Հունիսի 9-ի երեկոյան Կոմի հանրապետության մայրաքաղաք Սիկտիվկարը ծածկվել է փոթորիկով։ Անձրևը տեղացել է ասես դույլից, հեղեղելով քաղաքի փողոցները։ Եվ երկինքը մի քանի ժամ անընդմեջ բռնկվեց շարունակական կայծակից։ Նման ինտենսիվ տեղումները և նման բարձր էլեկտրական ակտիվությունը չափազանց անտիպ են այս հյուսիսային քաղաքի համար։ Հունիսի 10-ին Կիրովի մարզում մի քանի վայրերում այս վայրերի համար մինչև 8 սանտիմետր մեծությամբ անհավանական կարկուտ է տեղացել։ Լեհաստան։ Հունիսի 4-ից Լեհաստանը ենթարկվեց հզոր փոթորիկների ալիքի հարվածին։ Քամու պոռթկումները, որոնք հասնում էին ժամում 120 կիլոմետրի, արմատախիլ էին անում ծառերը, որոնք հազարներով տապալված էին ամբողջ երկրում։ Վնասվել է 156 շենք։
Հորդառատ անձրևները վերածել են ճանապարհները բուռն գետերի, իսկ որոշ շրջաններում տեղացել է մինչև 5.5 սանտիմետր տրամագծով խոշոր կարկուտ։ Երկրի հարավում 30,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ստորին Սիլեզիայի ոևոդության որոշ շրջաններում 10 րոպեում 25 մմ տեղումներ են տեղացել։ Ֆերմերներն իսկական ողբերգություն են ապրում։ Կարկուտի հետ տեղացած հորդառատ անձրևը դաշտերը վերածել է լճերի և ոչնչացրել բերքահավաքի պատրաստ բերքը։ Դրոբինի Մազովեցկի ոևոդությունում ուժեղ քամին ամբողջությամբ պոկել է 10 շենքերի տանիքներ և մասամբ վնասել է ևս 29։ Իսկ Փշասնիշի քաղաքապետարանը տուժել է տորնադոից, որը տապալել է ծառերը, փակելով ազգային ճանապարհը։ Լրջորեն տուժել է նաև Մալոպոլսկի ոևոդությունը։ Կրակով քաղաքում հանկարծակի կարկուտով փոթորիկը ստիպել է մարդկանց ապաստան փնտրել, խուճապահար փախչելով փողոցներից ու զբոսայգիներից։ Մեքենաները կանգ են առել ճանապարհի եզրին, քանի որ սահմանափակ տեսանելիության պատճառով չեն կարողացել շարժվել։ Իսկ Տրզեբինա քաղաքում ուժեղ քամին վնասել է բազմաթիվ շենքեր, այդ թվում պատմական բազիլիկան, որտեղից մոտ 400 քառակուսի մետր տանիք է պոկվել, ինչը հանգեցրել է տարածքի մասնակի հեղեղմանը։ Ցավոք, փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, ևս մեկը վիրավորվել է և հոսպիտալացվել։ Գերմանիա։ Die Hagelkörner hatten eine Größe von 1 bis 2 Zentimetern. Հունիսի 4-ին Գերմանիայի հարավում և արևմուտքում մոլեգնել է ամպրոպով և կարկուտով ուղեկցվող հզոր փոթորիկ։ Քամու պոռթկումները տեղ-տեղ գերազանցել են ժամում 100 կիլոմետրը։ Տարերքը տապալել է ծառերը, հեղեղել նկուղները և հանգեցրել բազմաթիվ արտակարգ իրավիճակների։ Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողում Ուն քաղաքում ականատեսները հայտնել են հանկարծակի ուժեղ պայթյունի մասին, որից հետո քամին պոկել է մի քանի տների տանիքներ և լրջորեն վնասել կայանված մեքենաները։ Բավարիայում մինչև 7 սանտիմետր մեծության խոշոր կարկուտ է տեղացել, վնասելով շենքերն ու մեքենաները։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի Վիլնստորֆ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որտեղ կայծակը հարվածել է մի կնոջ։ Բժշկական բրիգադով ուղղաթիռը արագ ժամանել է, սակայն նրան չի հաջողվել փրկել։ Փոթորկի ժամանակ Բերլինից Միլան թռչող մարդատար ինքնաթիռը բախվել է ուժեղ տուրբուլենտության հետ։ Վիրավորվել է 8 մարդ, այդ թվում անձնակազմի 1 անդամ։ Ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Մեմմինգենի օդանավակայանում, որտեղ մի քանի տուժածներ հոսպիտալացվել են։ Լիտվա։ Հունիսի 5-ին հզոր տորնադո է տեղի ունեցել Լիտվայի հարավում, Բելարուսի հետ սահմանին գտնվող Չապկալայի արգելոցում։ Հորձանուտը անցավ մի քանի կիլոմետր, մասնատելով մեծ ծառերը տաշեղների։ Լիտվացի սահմանապահները հայտնվել են հենց տորնադոյի ճանապարհին։ Նրանք ստիպված են եղել շտապ լքել իրենց դիրքերը և հեռանալ ընկնող ծառերի վայրից։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բելարուս։ Հունիսի 5-ին հզոր փոթորկից տուժել է նաև Բելարուսը։ Տարերքը հատկապես ուժեղ է եղել Մինսկի, Գրոդնոյի և Մոգիլյովի շրջաններում։ Անձրևները հեղեղել են փողոցներն ու շենքերի նկուղները։ Քամու պոռթկումները տանիքներ են պոկել, տապալված ծառերը վնասել են մեքենաները։ Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել։ Փոթորիկը չի շրջանցել մայրաքաղաք Մինսկը, որտեղ ջուրը ներթափանցել է մի քանի խոշոր առևտրի կենտրոններ, ստորգետնյա կայանատեղիներ և մի շարք բնակելի շենքեր։ Իսկ Մոգիլյովի շրջանում կայծակի հարվածներից 2 առանձնատուն է հրթեհվել։ Սեյսմիկ ակտիվություն։ Հունիսի 6-ին Չիլիի հյուսիսային շրջանների բնակիչները զգացել են 6.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատակամա անապատի տարածքում, Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Օջախը գտնվել է 65 կիլոմետր խորության վրա։ Ցնցման ժամանակ մարդիկ խուճապահար դուրս են վազել փողոց։ Թեև ավերածությունների մասին պաշտոնական տվյալներ չկան, տեսագրությունները ցույց են տալիս շենքերի ճակատների մասնակի փլուզում։ Տեղ-տեղ լանջերը փլուզվել են, ճանապարհներին առաջացել են ճաքեր։ Մոտ 23,000 մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրականության։ Հունիսի 3-ին միջերկրական ծովում 5.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցել Հունաստանի Հռոդոս կղզում և Թուրքիայի հարավ-արևմտյան ափին։
Տեղի բնակիչները եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց արթնացրել էր ուժեղ ցնցումները, շտապ լքել են իրենց տներն ու հյուրանոցները, ոմանք գիշերել են բաց երկնքի տակ։ Թուրքիայի Մուլա նահանգում տուժել է 75 մարդ, որոնցից շատերը տուժել են պատուհաններից ցած նետվելու ժամանակ։ Իսկ 14 տարեկան մի աղջկա մոտ երկրաշարժի ժամանակ խուճապի ուժեղ նոպա է սկսվել։ Ցավոք, նա մահացել է, չնայած բժիշկների ջանքերին։ Հունիսի 8-ի առավոտյան 6.5 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Կոլումբիայում։ Այն զգացվել է երկրի 32 շրջաններից 20-ում։ Առավել ծանր հետևանքները գրանցվել են Պարատեբո Էնո փոքրիկ քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ գրեթե ամբողջությամբ ավերվել են 250 բնակելի շենքեր եւ 1 դպրոց։ Բարեբախտաբար, երեխաները չեն տուժել, քանի որ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի օրը։ Քաղաքում դադարեցվել է էլեկտրա ու ջրամատակարարումը։ Հարևան Մեդինայի մունիցիպալիտետում 100 բնակելի շենքերի վնաս է գրանցվել։ Տարածաշրջանում վնասվել են նաև բազմաթիվ եկեղեցիներ, որոնցում այդ ժամանակ տեղի է ունեցել առավոտյան պատարագը, իսկ ներսում հազարավոր ծխականներ են եղել։ Երկրի մայրաքաղաք Բոգոտայում այս երկրաշարժը դարձել է վերջին ժամանակների ամենաուժեղ եւ ամենաերկար երկրաշարժերից մեկը։ Բնակելի թաղամասերում ազդանշաններ են հնչել, բնակիչները խուճապահար դուրս են վազել փողոց։ Քաղաքում տեղի է ունեցել շենքերի ճակատների մասնակի փլուզում, հոսանքազրկումներ են եղել։ Իսկ շրջաններից մեկում սողանք է տեղի ունեցել։ Հանրապետության մի քանի ճանապարհներին, այդ թվում հանրապետական նշանակության ավտոճանապարհներից մեկում, ջրքեր են գոյացել։ Երկրաշարժի հետևանքով տուժել է 20 մարդ։ Հիմնական ցնցումից հետո ավելի քան 250 հետցնցումներ են գրանցվել, մինչև 4.8 բալ ուժգնությամբ։ Իտալական կամպի Ֆլեգրեի սուպերրաբխի տարածքում հունիսի սկզբին վերսկսվել է սեյսմիկ ակտիվությունը։ Մեկ շաբաթվա ընթացքում այստեղ 148 երկրաշարժ է տեղի ունեցել, մինչև 3.2 բալ ուժգնությամբ։ Դրանցից 86-ը գրանցվել է 3 սեյսմիկ պարսերի ժամանակ։ Հունիսի 8-ին 5 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, ռուսական Ֆրանց Յոսիֆի երկիր արշիպելագից հյուսիս։ Հարկ է նշել, որ նման բարձր մագնիտուդով երկրաշարժերը չափազանց հազվադեպ են այս տարածաշրջանում։ Գործիքային դիտարկումների ողջ ընթացքում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ ընդամենը 2 ցնցում։ Ինչու է այդքան կարևոր ոչ միայն դիտել այս տեսանյութը, այլ տարածել տեղեկատվությունը։ Որովհետև կատակլիզմները մեծանում են, իսկ մարդկությունը նախկինի պես ոչինչ չի անում մոտալուտ աղետը կասեցնելու համար։ Չնայած լուծում կա, բայց նրանց ձայնը, ովքեր երկար տարիներ խոսում են այդ մասին, չի լսվում։ Իսկ լսողները հաճախ լռում են, որովհետև հավատում են, որ ոչինչ չեն կարող անել եւ իրենց խոսքը ոչինչ չի նշանակում։ Բայց դա այդպես չէ։ Խոսքը ուժ է։ Նրանից է սկսվում ամեն ինչ՝ գիտակցումը, ընտրությունը, գործողությունը։ Խոսքը տեղեկատվություն է կրում։ Իսկ առանց տեղեկատվության չկա ըմբռնում, չկան լուծումներ, չկա ծրագիր։ Եթե լռում ենք, ուրիշներին մթության մեջ ենք թողնում։ Սա նշանակում է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ անել։ Ոչ ոք չգիտի, թե ուր գնալ։ Լռությունը նշանակում է համաձայնություն աշխարհի կործանման հետ, որտեղ մենք ապրում ենք։ Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը քայլ անի, ճշմարտությունն ասի, եթե կիսվի, կկարողանա բացատրել, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել։ Պարզապես խոսեք, կիսվեք ձեր իմացածով։ Մեկ գրառումը, մեկ խոսակցությունը, մեկ հաղորդագրությունը արդեն գործողություն է։ Յուրաքանչյուր բառ կարևոր է։ Գլխավորը կանգ չառնելն ու չհանձնվելն է։ Այդ դեպքում մենք հաջողության կհասնենք։